Տավուշի, Սյունիքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի բնակիչները նոր հնարավորություն ունեն իրենց տունը ջերմամեկուսացված դարձնելու, էներգետիկ ծախսերը նվազեցնելու և կենցաղային հարմարավետությունը բարձրացնելու համար։ Էներգոարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում նախաձեռնությունը նախատեսում է աջակցություն տրամադրել շուրջ 300 տնային տնտեսության, ներառելով ջերմամեկուսացում, արևային համակարգերի տեղադրում և էներգոարդյունավետ վառարանների տրամադրում։ Ընտրված շահառուները պետք է ապահովեն նվազագույնը 10% համաֆինանսավորում բացառությամբ վառարանների տրամադրմանը։ Իջևան խոշորացված համայնքի և առհասարակ Տավուշի մարզի բնակիչներին տրված է բացառիկ հնարավորություն դառնալու էներգոարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում նախաձեռնության, ուրեմն շահառու։ Ընդամենը 2 օր է, ինչ բաց է դիմում հայտերի ընդունման դաշտը և մենք ստանում ենք համայնքապետարանին ուղղված բազմաթիվ զանգեր, նամակներ, հարցեր կապված ինչպես դառնալ նախաձեռնության շահառու։ Բացի իրազեկվածության տարածումը բնակչության շրջանում, համայնքապետարանը նաև պարտավոր է աջակցել այն բնակիչներին, ովքեր կդժվարանան ինքնուրույն լրացնել օնլայն հայտը։ Շատ կարևոր է, որ բնակիչը հասկանա, որ շահառու դառնալու հավանականությունը մեծ այն դեպքում, երբ ինքը համապատասխանում է որոշակի սահմանված չափորոշիչների, օրինակ ազգային սահմանման համաձայն սոցիալապես անապահով համարվող տնային տնտեսություններ, այնտեղ նպաստառուներ և այլն, և նաև այն տնային տնտեսությունները, որտեղ կան տարեց ընտանիքի անդամներ և հաշմանդամներ, նաև տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքները։ Այն դեպքում նաև, երբ կինը միայնակ է մեծացնում երեխաներին, դա նույնպես համարվում է ուրեմն համապատասխան չափորոշիչ և կարգավիճակ։ Այն ընտանիքները, որտեղ ամուսինը մշտապես կամ ժամանակավոր բացակայում է, սա նաև արտերկրում աշխատելու դեպքում կամ զինված ուժերում ծառայելու դեպքում, կամ օրինակ երբ գտնվում է անազատության մեջ, դա ևս համարվում է չափորոշիչ։ Նաև ևս մեկ դեպք, երբ ընտանիքի բոլոր չափահաս անդամները կանայք են, սա ևս համարվում է առավելություն։ Նաև երբ ընտանիքում կան առանց խնամքի և ծնողական իրավունքի ուրեմն մնացած երեխաներ։ Այսինքն բնակիչը հստակ պետք է իմանա, որ չափանիշներին համապատասխանելու դեպքում կարող է դառնալ շահառու։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել շուրջ 300 տնային տնտեսության։ Իջևանում իրականացված նախորդ ծրագրերի փորձը ցույց է տվել, որ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս տնտեսապես խնայել և բարձրացնել բնակիչների կյանքի որակը։ Արդեն իսկ նախկինում համայնքում իրականացվում են մի շարք ծրագրեր էներգոարդյունավետության և խնայողության վերաբերյալ, ուրեմն այս պահին Իջևան համայնքում սուբվենցիայով իրականացվում է 9 բազմաբնակարան շենքերի էներգոարդյունավետ արդիականացում ծրագիրը։ Ինչ է նախատեսվում, ուրեմն կտեղադրվի արևային ֆոտովոլտային կայաններ, դռներ պատուհանների փոխարինում նորով, ջերմամեկուսացում, որը կբերի էներգոխնայողության։ Մենք նախկինում ուրեմն իրականացնելով էներգոարդյունավետ արդիականացում ծրագիր 9 հարգանի բազմաբնակարան շենքի արդեն ունենք բնակիչների հետ հարցումներից մոտ 40% խնայողություն է լինում։ Նախագծին կարող են դիմել լրացնելով առցանց հայտը մինչև սույն թվականի ապրիլի 30-ը։